բացառում ենք եւ գործող վարչախմբի, եւ նրա արբանյակների, եւ նախորդ իշխանությունները ներկայացնող քաղաքական ուժերի դաշինքները։ Դրանք բացառում ենք։ Մնացածը օրինակ գործող վարչախմբի ակնհայտ արբանյակը Հանրապետություն կուսակցությունը, որը գործող վարչախմբի դաշնակիցնա քաղաքական Երևանի քաղաքապետարանում։ Բացարձակ արբանյակն է, դեպ ինչ-որ իմաստով գործող վարչախմբի ավելի բանն է, ռադիկալ տարբերակն է։ Իրենց հետ եւս բացառում ենք։ Ասացի արդեն նախկին իշխանություններ ներկայացնող քաղաքական ուժերին մենք եւս բացառում ենք։ Բացառում ենք, այո։ Այո։ Այդ արդեն դուք ձեր գլխում հաշվարկեք։ Ես կներեք, էլի ես ձեզ արդեն ասացի, որ մենք չենք կարող բացահայտել այսօրվա բանակցությունների նյուանսները, մենք դա կարող ենք անել այն ժամանակ, երբ որ այդ բանակցությունները հաջողությամբ ավարտի հասցվեն, եւ ձեր դեմ մենք կանգնած դրա մասին կասենք։ Տեսեք, զգալի չափով հանրային որոշակի պասիվություն եւ ապաթիան պայմանավորված է եղել նրանով, որ մարդիկ ընտրություն չեն տեսել։ Ուստի առաջի քայլը, որ պետք է անել, դա մարդկանց այդ ընտրությունը տրամադրելն է։ Ընտրությունը տրամադրելը ոչ միայն դրա մասին խոսելն է, այլև մարդկանց հետ անընդհատ շփվելն է։ Այն 3.5 ամիսը, որը մնացել է ընտրություններին, դեռ նախորդիվ ենք դա արել, անընդհատ պետք է գտնվել մարդկանց հետ անմիջական հաղորդակցության մեջ եւ այսպիսի ձևաչափերով եւ նաեւ առանց տեսախցիկների կլոր սեղանների շուրջը, դալիչներում, ակումբներում եւ այլն անընդհատ մարդկանց հետ պետք է խոսել։ Մեր համոզմունքը այն է, որ ինչքան ավելի շատ մարդիկ հասկանան, որն է իրանց արժեվ կանգնած ընտրությունը, ում են իրանք ընտրում, այնքան ավելի մեծ հավանականությամբ իրանք կգան ընտրությունների։ Իդեպ ես ձեզ նաեւ լավ նորություններ ասեմ, վերջի սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ ընտրողների մոտ 65% արդեն պատրաստ է գալ ընտրությունների, նախկինում դա 50% էր։ Թիվը աճում է, այդ լավ նորությունն է ես ասեմ։ Բայց մեր նպատակի միջոց պետք է լինի, որ 80 եւ ավել տոկոսը ընտրողների գան ընտրություններ, որովհետեւ համոզված լինեն, որ նախ ընտրություն ունեն, բայց եւ երկրորդը, որ կարեւոր է, իրանց ձայնից բան է կախված, իրանց ձայնը պաշտպանվելու է։ Եվ Սամվելը արդեն ասաց նրա մասին, որ անցած տարի մենք 2 անգամ մասնակցել ենք թիմ ընտրություններին որպես դիտորդական կազմակերպություն, չունենալով սեփական քաղաքական շահ, բայց ունենալով մեր քաղաքացիների ձայնը պաշտպանելու եւ դրանով իրենց համար հավելյալ վստահություն ստեղծելու շահ։ Ես հուսով եմ, որ դա մենք կարողանանք նաեւ այլ ուժերով շարունակել, որպեսզի մեր քաղաքացիները իմանան, ընտրություններով բան է փոխվելու, դրա համար իրենք պետք է գան ընտրությունների։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։